Եկամուտների հայտարարագիր լրացրած 8814 քաղաքացի հետ է ստացել 816 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, Facebook-ում գրել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, որ վերջին մեկ շաբաթում 148 միլիոն դրամի կրեդիտ ստացել է ևս 1629 քաղաքացի։ Մեկ մարդու ստացած կրեդիտի միջին չափը 92600 դրամ է։ Մեկ տարում համաշխարհային առևտուրն ավելացել է 1.2 տրիլիոն դոլարով կամ 3.7%-ով 2024 թվականին ապրանքների եւ ծառայությունների համաշխարհային առևտրի ծավալը հասել է 33 տրիլիոն դոլարի։ Զեկույցը հրապարակել է ՄԱԿ-ի առևտրի եւ զարգացման համաժողովը։ Ընդ որում ապրանքների առևտուրն ավելի դանդաղ է աճել, քան ծառայություններին, տարածաշրջանների մեծ մասը աճ է գրանցել բացառությամբ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի։ Զեկույցի հիմնական շեշտադրումը առևտրում մաքսատուրքերի հետ կապված խնդիրներն են։ Որոշ տնտեսական ոլորտներ պահպանում են էական մաքսատուրքեր եւ դրանցից առաջինը բնականաբար գյուղատնտեսությունն է։ Գործնական աշխարհի բոլոր երկրները շատ ագրեսիվ ձևով մաքսատուրքերի միջոցով պաշտպանում են իրենց գյուղատնտեսությունը եւ մյուս կողմից արդյունաբերությունն է, որը իհարկե անհամեմատելի է, եթե միջին մաքսատուրքը գյուղատնտեսության համար գնահատվել է 20%, արդյունաբերության համար դա շուրջ 6% է, բայց նորից դա բավականին էական է միջազգային այն համեմատության մեջ, որ համաշխարհային առևտրի մեծ մասը տեղի է ունենում զրոյին մոտ մաքսատուրքերով։ Եվ այս տեսանկյունից զեկույցը շեշտադրում էր Թրամփի վարչակազմի կողմից մաքսատուրքերի ագրեսիվ կիրառումից փոխ ռիսկերը, որոնք կարող են նոր դանդաղման հանգեցնել համաշխարհային տնտեսությանը։ Զեկույցում նշվում է, որ ներմուծման բարձր մաքսատուրքերը կարող են մեծացնել բիզնեսի եւ սպառողների ծախսերը, խեղդելով տնտեսական աճն ու մրցունակությունը։ Ներկայում միջազգային առևտրի մոտ 2/3-ը տեղի է ունենում առանց մաքսատուրքերի, սակայն մնացած մասի համար կիրառվող մաքսատուրքերի մակարդակները հաճախ շատ բարձր են, տարբեր ոլորտների միջև զգալի տարբերություններով։ Ըստ տարածաշրջանների, օրինակ Լատինական Ամերիկա եւ Հարավային Ասիայի միջև առևտուրը բախվում է մոտ 15% միջին մաքսատուրքի։ Փոխադարձ առևտրի մեծ դեֆիցիտ է արձանագրվել Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև 355 միլիարդ դոլար։ Միացյալ Նահանգները բալանսի խնդիր ունի նաեւ Եվրամիության հետ առևտրում ներմուծումը 241 միլիարդով ավելի շատ է արտահանումից։ Եվրամիություն-Չինաստան առևտրում էլ բալանսը հօգուտ ասիական երկրի է 237 միլիարդ դոլար։ Զարգացող տնտեսությունների առևտուրն ավելի արագ է աճել 4%։ Միևնույն ժամանակ զարգացած տնտեսություններում տարվա ընթացքում առևտուրը լճացել է եւ անգամ 4-րդ եռամսյակում նվազել 2%-ով։ ՄԱԿ-ի առևտրի եւ զարգացման համաժողովը շեշտում է այս տարեսկզբին համաշխարհային առևտուրը կայուն է մնացել, սակայն անորոշություն է նկատվում։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել են երկու երկրների միջև բազմավորորդ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը։ Կարևորվել է էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը։ Հայաստանի նախագահն անդրադարձել է խորհրդարանի կողմից Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմանը, նշելով հասկանում են, որ դա երկարաժամկետ ճանապարհ է։ Վալտեր Շտայնմայերն արձագանքել է, հարգանքով են վերաբերում Հայաստանի համարձակ քայլին, բարեփոխումներին ուղղված դեռ շատ մեծ աշխատանք կա կատարելու։ Գերմանիայի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի հետ վերականգնվող էներգիայի մասին գործակցությանը, նշելով, որ այն շատ կարևոր է հեղուկ վառելիքից ազատվելու եւ կախվածությունը դրանից փոքրացնելու առումով։ Հանդիպումների ավարտին երկու երկրների միջև համաձայնագրեր են ստորագրվել։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավարը ներկայացրել է 250 էլեկտրական ավտոբուսի ձեռքբերման գործընթացը, որով նախատեսվում է վերակառուցել ու արդիականացնել նաև 2 դեպո։ Ներդրումային փաթեթը գնահատվում է 200 միլիոն դոլար։ Ունի կոնցեսիոն բավականին լուրջ բաղադրիչ, քանի որ ենթադրվում է, որ կներգրավվի նաև գլոբալ կլիմայական հիմնադրամի, կանաչ հիմնադրամի Հայաստանի համար հասանելի ֆինանսավորումը հենց հատուկ էլեկտրական շարժունակության ծրագրերի համար եւ նման ֆինանսավորումը հասանելի է ընդամենը 7 երկրների, ներառյալ նաեւ Հայաստանը։ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի վերակառուցման նպատակով տարածքը հանրային գերակաշահ ճանաչելու մասին նախագիծը քննարկվել է կառավարության նախարարական կոմիտեի նիստին։ Հիմա այն լրամշակման փուլում է, տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խորհրդականը, հավելելով տարածքում արկա գույքերի օտարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով Երևան նախագիծ ընկերությունն իրականացրել է գույքի նոր չափագրություն։ Նշվել է, որ տարածքի մեկ գույք ապօրինի գույքի բռնագանձման ընթացակարգով քննության առարկա է։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $72.92։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $69.54։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.2%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3120։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 0.4%-ով եւ կազմել մեկ հատի համար $82920։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մարտի 31-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 391 դրամ 57 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 423 դրամ 72 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 61 լումա։